Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, այսօր ապրիլի 16-ն է, Գյումրիում կայացավ նորընտիր ավականու առաջին նիստը, ընտրեցին հայտնի մարդուն, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ հենց առաջ օրով սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ, հայտարարեց, որ կողմ է Ռուսաստանի հետ միությանը Բելարուսի տարբերակով, մի խոսքով ըստիս բավական հակապետական եւ հակասահմանադրական կոչերով հանդես եկավ նորընտիր քաղաքապետը ձեր մեկնաբանությամբ եւ հակա օրինական, որովհետեւ այնքան ասացին Գյումրի վանդրությունները, որ մարդկանց մոտ առաջացած չգիտեմ ինչ։ Դա ընդամենը Հայաստանի Հանրապետության համայնքներից մեկի համայնքապետի ընտրությունն է, չէ՞, որը քաղաքական ֆունկցիա չունի եւ չի կարող ունենալ։ Դրա համար իշխանություններին ես առաջարկում եմ կիրառել օրենսդրություն հենց առաջի ակտեմբեր պատժել։ Քաղաքային ուրեմն այդ ավականին նրա քաղաքապետը պետության քաղաքականություն չի վարում եւ վերջացնել էս բոլորին։ Դրա համար ես նոր մեկը գրել թե Գյումրիից էլ երևի դու այդ մարդու հետ ինչ ունես, ոչ բանը չունեմ, ես ընդհանրապես գողական աշխարհի հետ չունեմ։ Այդ պատասխանում եմ X-ին, էլի, ինչ ունես։ Պես որ երկրում կարգուկանոն պիտի լինի, թե չէ, կիրառել սահմանադրություն եւ համայնքային ուրեմն գործնայության օրենսդրությունը եւ վերջ։ Այդ սկանդալ, այդ մարդը կարող է իր համար դուրս է տալիս, այսպես ասեմ, այլ գողական բարքերը դա էլ, որ ասում են գողապետություն է Հայաստան, այդպես շատ է լսել։ Մենք գողական բաներ անում, իր ոտերը դուրս է դնում իր շրջագծից դուրս։ Խփել, ոտը կտրել, ու վերջ։ Պարոն Շիրինյան, սա Գյումրիում նախկինների հաղթանակ էր, ռուսամետ ուժերի հաղթանակ էր, ինչ էր։ Ոչ բաներ չի ասեմ ձեզ, իմ քննադատանով, սա Հայաստանում կոնկրետ Գյումրիում տեղի ունեցած սոցիալ-դասակարգային զարգացման արդյունք է։ Այսինքն, երբ որ հիշում եք, դա շատ եմ ասել, հիմա լավ է, որ իշխանությունից մեկ կրկնում են նման բան, որ Հայաստանում առաջացած իշխանությունը 30-40 տարիներին ինքը գողապետական է։ Ինչ է նշանակում դա։ Ուրեմն պետությունների կառուցվածքը, նրա համայնքների, քաղաքների ֆունկցիավորումը տեղի ունենում որոշակի կառուցվածքի մեջ։ Այդ իմաստով պետությունները կարելի է տարբեր հատկանիշներով բնութագրել, բայց այս պարագայում ասենք լինում է 3 տեսակի իշխանություն՝ պլուտոկրատիա, եւ մեծ արուստը իշխանությունն է, բայց փողը իրենն է։ Այդ մասին իմիջիալոց Սոկրատեսի մասին գրվում է եւ այլն, այդ գրքեր կան հունական գրականության վերաբերյալ, այդպիսի իշխանություն հիմա հանրապետականների իշխանությունն է Միացյալ Նահանգներում։ Թրամփը միլիարդատեր է, չէ՞, բայց այդ միլիարդներն իրեն են, համենայնպես օրինական ձևով որը մեկը չի։ Դա միլիարդատերերի իշխանությունն է, պլուտոկրատիա է, փողի քսակ։ Կա հաջորդը, դրանից հետո գալիս է կլեպտոկրատիա, այդ կլեպտոկրատիան արդեն մեծ հարուստների կամ միջին հարուստների իշխանություն է, որը ինքը լինելով իշխանություն իրեն շրջապատում է գողական բարքերով ֆունկցիոներների, որոնց օգտագործում է ըստ տեղի պարագայի եւ այլն, եթե հարկ է հանում, եթե չէ։ Այդպիսի իշխանություն, որ իմանանք խորքը, Հայաստանում ձևավորվել է ուրեմն Դեմիրճան Կարենի կառավարման տարիներին։ Այնտեղ, եթե ով որ գիտի, ով չգիտի, կարծում Երևանում մարդիկ կան, որ կհիշեն, որ ասում են Կարենի Դեմիրճանի ընկերն է Փայլակը, այդպիսի գողական ասենք, հա, Դեքինորով եւ այլն, դրանք են սովետական տարիների ցեխավիկ, ապերո, բայց գողական բարքերով մարդիկ են, դրանք Դեմիրճանի ընկերներն էին, որոնք կոմունիստ չէին, հիմա կոմունիստներ թե չէին, չգիտեմ, բայց Տոմսոնն էր Դեմիրճյանը, չէ,
որտեղ հետո բարձրացավ կոմունիստ չի եղել, այդ որ եղավ, հա, այդպես բան շատ է Հայաստանում։ Ուրեմն դրանք այն մարդիկ էին, որոնց ծառայություններից ընկերը եւ ընկերներն օգտվում էին։ Ես Կարենի մասին չեմ կարող ասել, ընդཐུպ աղջիկ եւ այլն նման բան չեմ լսել, ասում են ինքը պարկեշտ մարդեր է դառնում, տարբեր ֆունկցիաներով օգտագործում էին, բայց նա չէր կարող դառնալ կենտրոնական կոմիտեի անդամ, դե կառավարման մարմիններն է ժամանակ, բյուրոյի անդամ չէր կարող լինել, բայց այդ դրանք իրենց կողք օգտագործում էին, ես հիշեցնեմ Կարեն Դեմիրճյանի ընկեր Փայլակը, Կարեն Դեմիրճյանի ընկեր Տխինորը, այդ բաները։ Այսինքն սա այն իշխանությունն է, որը իրեն շրջապատում է գողական բարքերով, ոչ հանրորեն ընդունելու, բայց որոշակի դեր ունեցող հասարակության մեջ մարդկանց շերտով, որոնց ասեցի օգտագործում է, որոնք իրեն սպասարկում են, տանում են, բերում են, պահանջներ են բավարարում։ Մեր հանրապետությունը հանգիստ է եղել, ասենք այլ հանրապետություններում նաև սպանություններ բաներ էին կազմակերպում, բայց առաջ քարտուղարը կույս էր եւ այսպես։ Ուրեմն սա երկրորդն է, այդպես իշխանություն Հայաստանում եղել է, ուրեմն ասեցի Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին, դա Հայաստանում կաշառակերության ընդունելության քննություններ, բժշկական ինստիտուտ, իրավագիտության ֆակուլտետ, աստղաբաշխական թվեր էին, երբ բոլորը գիտեին եւ չգրված օրենքով, ուրեմն հանրապետության Լենինյան շրջանի օրինակով ասեմ, ես կինո հայրենիք արդյունաբերական զոնան ամենամեծ Երևանի այդ շրջանում աշխատում էր, ասենք, կարամելի գործարանը, աշխատում մսի կոմբինատը, Գյումրիում մսի կոմբինատը, եւ այսպես ծխախոտ եւ այլն, որտեղ բանվորներին համասխան վճարի պարակայով գողանալ էր թույլատրվում։ Անցման կետում հսկիչը Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի շրջանի օրինական սրբի բանը հսկիչը նստած է, գործանից դուրս է գալիս, ասենք, մի հայուհի հաստ մեջկով, ջահել աղջիկ, որ չի դնում, միսը մեջկին փաթաթած սիրուն, մի ռուբլին դնում է, անցնում է։ Հսկիչը չի հսկում։ Եվ այդ գումարները գոյանում են, պատկերացրեք, գոյանում են, որ ասում են Կարենը այդպիսի բան չէր անում, ես էլ միշտ ասել եմ, այդ փողերը իմ գրպանն էին գնում, ձեր չէին տալիս, օրինական այդ մի ռուբլին էր, տալիս էին, ասում են, եթե մի ռուբլին չտայնացնեն, պահակը կանի ձեր, շատ էլ չէր, և այսպես միտեղ, այսինքն սա այս իշխանությունը այդ շրջանին այդպիսին է, երբ ծաղգունք էր ապրում, եւ այդ ժամանակ մեր ժողովուրդը սովորեց կաշառքին, անօրինական աշխատելուն, բարձ է, եւ ասում են աշխատավարձած է։ Հիմա ինչ-որ երրորդ մասը կա, որ ձևավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների դե սկզբից քայքայում էր, այդքան հստակ ասել հնարավոր չի, Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ ծաղգունքին հասավ։ Կլասիկան Սերժ Սարգսյանն իր բարգերով, որ խփում էր թվերը, հիշում եք, ուրեմն այդ ժամանակ էր, որ գողական բարգերով անձը, աղբերը, ընկերը, որ կա աղբեր մեր մոտ, դա ինքը դառնում էր կառավարիչ, եւ եթե հիշեք մի դրվագ, երբ որ Սերժ Սարգսյան կոչվածի խորհրդարանը ձևավորվեց հանրապետականների, առավոտ թերթը գրեց, ես առավոտով եմ ասում, որ այնտեղ եմ կարդացել, գուցե ուշտեղ, որ ասում էին, այս խորհրդարանը պպզողների խորհրդարան է, Շմայս, Մանվել, Սամվել, Սարոյան եւ այլն, այս Թոխմախ, այս մարդիկ դարձան խորհրդարանի անդամներ, հանրությունը ուրեմն ցնցումի մեջ էր ընկած, որովհետեւ գիտեին Կարենից սկսած, որ գողական ապերոն եւ այլն պիտի լինի, բայց իշխանության մեջ չպիտի լինի, կողքը պիտի լինի, բայց Սերժ Սարգսյան Քոչարյան Ռոբերտը այս գողականից սրանք դարձին իշխանություն։ Պատգամավոր դառան, որոնք արդեն իրենք են որոշում կայացնում, իրենք են միջնորդ,
եւ այլն։ Սա խոսում է նաեւ հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի մեջ էական տեղաշարժի, որտեղ անօրինական տնտեսությունը, ստվերային տնտեսությունը ահռելի չափերի հասավ։ Ես Գյումրիից մի բան ասեմ, որ այդ տարիներին եղել է մոտավորապես որ Թուրքի մայլեն, չգիտեմ ինչու է թաղամաս այդպես մեր մայլեն, ասում են, որ ոսկի են տարբեր տեղերից արտադրում, մեկը ծծում է բերում, մեկը արջասպ է տալիս, մեկը ինչ արտահանում են տանում բերում։ Հիմա սա ահռելի շերտ է, չէ՞, ոսկին տանը հնարավոր չի ծուլել, ստանալ այդպես առանց բանի։ Այսինքն ընդհանրապես հսկայական մի արտադրություն էր կազմակերպված եւ այդ արտադրությունը մենակ ոսկի այդ սարքողը չէր, էլի այսպես։ Հիմա Վարդանիկից հիշեցնեմ իր խոստովանությունում։ Ինք ինչ ասես Կարբաչովի ռեֆորմների տարիներին, ինքը կանյակ ու արաղ էր փագում, կեղծում։ Այս շերտը հիմա այդ գոնյակ արաղ մի հոգով են արել, մի հոգով չեն արել, դա ցեխ եղել ընդհատակը հաստատ ոստիկանությունը կաշառված է, որովհետեւ դատախազությունը կերակրվում է, դա այն ժամանակն է, որ ձեզ մոտ հայտներ Դոնարա Լադոգովնայի լեննագանը, փոսից փոս, հիմա եւ այդ, նաեւ հասարակության մեջ փոսից փոս։ Հիմա այս շերտը սրան ձայնն է տվել, ոչ մի տարօրինակ բան չկա, իրար հետ կապված են, իրար հետ եկամտի եւ այլն աղբյուրով իրար հետ ուրեմն գործ են անում եւ Վարդանիկը այդ շրջագծի շրջանակների մարդ է իր արդեն հակուստ կաբուստը նայեք ռաբիս հակուստով ռաբուս խոսակցությունով այդ տարիներին կար նաեւ մերելի կամ մերել երկչախմբեր ուրեմն այն փորերն ուռած սպիտակ չէ սև կոստյումով թե կարմիր բենջակով սև անդրավարտիկով հանցան դզսնում էին երկեր լացացնում էին Այս շերտը ուրեմն այդ գողապետության սոցիալ-դասակարգային կառուցվածքի հետ կապ ունի, եթե նահանոր բան է։ Հիմա սրանք այս անգամ ձայն են տվել Վարդանիկին, հետևաբար Վարդանիկը անօրինական չի ընտրվել է հասարակության այս շերտի քվեով, զարմանում են, ասում են ամոթ գյումրեցիներին, հիմա այդ մարդիկ էլ մտքի մեջ ասում են ամոթ ձեզ, որ նրանք ձեզ ձայն չէին տալու են նրա հետ, որ այդ հարաբերություններ ունեն, այս դրա համար դա այդպես եղել է։ Հիմա դա հաղթարել հնարավոր էր, թե չէ հաստատ, եթե Հայաստանում ընտրություններին մասնակցեն պարտադիր բոլորը, որովհետև տոկոսը պետք է նայեն, քանի տոկոս է եղել, լավ չեմ հիշում, բայց շատ չնչին տոկոսի ընտրության քվեով է, 40 քանի տոկոսը լուծում է Գյումրվա հարցը։ Հայաստանում էլ այդ 40% Սերժի հարցը լուծել Քոչարյան Ռոբերտի մնացած պասիվ մասան, որը չի մասնակցել ընտրություններին, որը հաստատ իրենց դեմ է, ուրեմն չի մասնակցել ընտրություններից, մարդիկ ընտրվել են, այնպես որ ես ինչ եմ առաջարկում եմ շատ չզարմանալ եւ մեր հասարակությանը կույսի տեղ չդնել, այսքան գող քծող խապող քրեական հիմնարկները հագեցած են, չէ, այսքան ոստիկանների վրա հարձակվող ոստիկաններն իրենց կողմից այս բոլորը մեր եղած տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ հոգեբանական վիճակի արտացոլանքն է։ Հա, ասեք։ Պարոն Շինյան, այնպես որ նորմալ է ճագերտավոր, ու աննորմալ սոցիալ-դասային կարգային կառուցվածքը ծնում է աննորմալ իշխանություն ըստ օրենքի։ Օրենքը չի խախտել։ Պարոն Շինյան, երեք թե առաջի օրը ծավալուն ելույթ էր ունեցել նաև հանրապետական կուսակցության առաջնորդը, երրորդ նախագահ Հայաստանի Սերժ Սարգսյանը, ելույթի մեխը հիմնականում այն էր, որ հանրապետական կուսակցությունը, ճակերտավոր ասած սուրբ կուսակցությունը եղել ձեռքբերումներ, զարգացում ենք ունեցել եւ ամեն ինչ սկսվել է 18 թվականից հետո, նախ ինչի Սերժ Սարգսյանը ասենց ակտիվ ելույթ ունեցավ, արդյոք Գյումրիից ոգևորված է ընդդիմությունը։ Հիմա սրանք խապկանքի մեջ են, այս մարդը
Ընդհանրապես երևի որորը որ նախագահ է դարել երազախապ վիճակում անընդհատ վարչապետ բա որտեվ իրեն չի հասել ոչինչ ինքը խփելով կեղծելով անցել է հիմա հայտնի է Սերժի համար ինչ են ասում հայտնի ստախոս է այսինքն նա հայտնի չի ուրիշ բաներով ինչով է հայտնի Սերժն ինչով է հայտնի ստրատեգ է տակտիկ է փիլիսոփա է քաղաքագետ է ինչ է մասնագիտություն բանասեր է հերրակա բանասիրական ավարտած մեկը որը կրթություն է ստացել ինչքան ես գիտեմ Բաքվում Բաքվի բարքերը յուրացրած եթե գիտեմ բայց մի ուրիշ բան կա նա եղել է հայտնի հայատյաց ստորակուն մի հայ արարածի Գևորգովի ռեֆերենտը Գևորգովը Արցախում եղել է Բաքվից նշանակված այլասերված մի հայ ասենք Մարգարիտա Սիմոնյան Արցախում որի մասին ես հիշում եմ դրա այլասերվածությունն այնքան այլասերված ինքը եղել է նրա ձեռի գործիք էլի այլ բանը ռեֆերենտը ինչ է ջահել ժամանակ որ նույնիսկ պրոբլեմը միրը սոցիալիզմը Պրագայում հրադարվում էր կոմունիստական շարժման մի գլխավոր ամսագիր դրա մասին նույնիսկ այնքան իդիոտ էր այնքան ագահ էր ծնոտով մաքուր հայ Գևորգով Սերժը կրթություն դաստիարակություն է ստացել սրա մոտ էլ ինչ եք ուզում իրենից հետո ուրեմն այստեղ ոչ մի զարմանալի բան չկա ինքը ինչ է խոսում դե մնացածը խոսում են էլի հիմա Հայաստանում դժբախտաբար էս իշխանությունը օրենքների հետ այնպես վարվել չկիրառելու առումով որ ով ինչ ուզես խոսի որտեղ պատիժ չկա բան չկա եւ այլն թե չէ որ պատժված լիներ ինքը վաղուց իր Գերտաստանի հետ միասին Հայաստանը կողոպտած դինելու մեղադրանքով ճաղերի հետևում կլներ կամ երես կողմը կլներ բոլոր դեպքերում բարձություն կլներ իր համար խոսում է բարձե իրենց սրանք այդ որ հիմա շատ խելոք են երևում խելոք չեն եղել Մոսկվայից ասում են փշտ ջուր բեր խմենք իրենք ջուրը տանում են շեֆը խմում էր իրենք հանգիստ կառավարում էին մենք էլ մտածում ենք ես ինչ խելացի եմ Սրա մասին մի ժամանակ տարածվեց Սերժի մասին հիշեցնեմ որ Բժեզինսկի է կարդում ես այդ որ լսել եմ աշխատանքներ դեպքս Բժեզինսկին վստահ եմ գիտեք ստրատեգը ես մարդ հայերը խոսել չի կարող մինչև ունտունում է էլի որ մնաց Բժեզինսկի կարդա բայց պատկեր էին առաջացնում որ ինքը էսեն է մենք այդ բոլորը մենք տեսանք Արցախի ջախջախման եւ Արցախի պարտության մեջ իրենց դերակատարությամբ երկիր չնախապատրաստել եւ մերժվածները այսպես ասպարեզը մտել բայց ինչն է ոգևորվել Գյումրին տեղական նշանակության ընտրություն է եղել ինչպես որ ասեցի համայնական ընտրություններ են եւ չունի նա այլ ֆունկցիա քան տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարելն է դրել են ես եմ ինչի տեղ Քաղաքական սրբազանները հայտարարում են որ Գյումրիի հաղթանակը պետք է բերել Երևան Ես հակառակ իրենց պետք է հենց սառը ջուր եմ ուզում լցնեն իրենց այդ չաշխատող ուղեղների ժանգոտած սովետական չեկիստների ուղեղներին այդպեսի հիմա մինչև ընտրություններ հասարակությունը Վարդանիկից եւ սրանցից այնքան կհիասթափվի որ մենք ընտրություններ ինձ թվում է կանենք որպես քաղաքական ընտրություններ եւ դա միանշանակ այդպես կլինի համոզված չեք ես սկսեց առաջի օրվանից սա իրեն այս սրանք նաեւ տգիտության ճահիճի մեջ են ընդհանրապես որն է սրանք գիտեն Ռուսաստանը մի բան լսել է Ռուսաստան հերվում է ինչ-որ բան է փայլուն բան է խաղալիք որ իրենց երազն է Ռուսաստանը Վարդանիկը մինչև կառավարման կես տարին անցնի երևի մեռած լինի բայց մեկը Գյումրիում չեն հավատում որ Ռուսաստանը մեռել է այդպեսի մի անեկդոտի նման բան են ասում մեկը մոտենում է դիակ տարած Ռուսաստանը մեռել է ձեռը տնում է ճակատին մի քանի օր է մեռել սառը չէ մահացած է նայում է բան է անում տեսնում է սառն է ասում է Ռուսաստանը մեռել է մի հատ չասում են չես խոսում ձերս է սառել Ուրեմն սրանց էս, բայց ասեմ որ դա այդ իհարկե բյուրոսյան հաղթանակ է դա ողբերգություն է մեզ համար որ այս շերտը այս ապերոն սովետական տարիներին տերմին կար ապերո հայաստանյան այս շերտը դարձավ իշխանություն դավադ է բայց մեջ չկա ամեն ինչի մեջ է
դիալեկտիկա իմաստով կա նաև ռացիոնալ հատկավորներ։ Մինչև ընդրություններ սրանցից կզզվեն, կհիշեն, թե սրանք ով են։ Վարդանիկի կուսություն շատ արագ կանցնի։ Եվ վերջ, ուրեմն բայց դրա համար մի բան կա, որ իշխանությունը կարող է սուր անել։ Ուրեմն երկրներ կան, որոնք դուկանք են նշանակում օրենքով ընդրություններին չմասնակցելու համար։ Հիմա կարող է բանը ԿՊ-ն նիստ գումարի եւ ասենք $500 ընդրության չմասնակցելու դուկանք նշանակի։ Բոլորը կգնան ընդրություններից աղբը երբեք չի կարողանա թփրտալ, թող իրենց 20%-ի վրա քուջուջան են, օրինակ Ավստրալիա, այդպես է գիտեք, ընդրություններից չեք մասնակցում, կարծեմ $300 դուկանք է վճարում եք։ Օրենքով։ Հասկանալի։ Այսինքն զանգված է մասնակցություն։ Հասկանալի։ Պարոն Շինյան, Գյումրիից տեղափոխվենք Երևան, այստեղ նույնպես վերջին օրերին կամ շաբաթներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, խոսքը Արցախից տեղահանվածների իրավունքների մասին է, այնտեղ մի զգալի շերտ իմ կարծիքով օբյեկտիվորեն բողոքում են պետական աջակցությունը նվազեցնելու կամ զրկվելու համար, սակայն այս ուժերի շուրջ բոլորը, այս մարդկանց շուրջ բոլորը սկսել են հավաքվել նրանք, որոնք անմիջական մասնակցություն ունեն կամ ծափերով ողջունեցին Արցախում այդ իշխանափոխությունը, որի հետևանքը եղավ շատ ողբերգական, մասնավորապես թե դաշնակցությունն է ակտիվացել, թե Քոչարյանամերձ ուժերը այս մարդկանց շուրջ ինչ են ուզում իրականացնել արցախցիների միջոցով։ Դրանց պետք է ասեմ, լսեք, այսօր երևի Պուտինը մինչև գիշեր մեռնի էլի։ Պուտինը չկա էլի, սրանք այդ Պուտինի հույսով է անցած քուջուջ են անում, էլի հիմա ասեմ հետևյալը։ Իրենց ռեսուրսը այնտեղ է, երկրում չի։ Մեկ էլ չեն կարող անցնել, բայց ովքեր են, ընդ որում ասեմ ձեր ասածը ովքեր են, ովքեր որ չէ, ասեցեք գումարած։ Դրանք նրանք են, որոնք բոլորը գեներալից սկսած այդտեղ կանգնած Ալիևի քացոտակից փախել են։ Դրանք բոլորը Ալիևից քշվածներն են։ Չէ՞, այն ԿՊՊ եղել է թե չէ որ եկել են։ Խոսքը Լաչինի միջազգային, հա։ Երթվել են Թուրքին։ Այնտեղ երթվել են թե չէ տանում էին այնտեղ մոլլաների մոտ մյուսների տարան, չէ։ Թփրտացել են, թե գլուխները խոնարել է անցել են։ Ձեն անային թուրքերը կտային տեղում կնդագարեին, կամ էլ կտային, այդպես չէ, թե ռուսներից էլ թուրքություն ունեին։ Ուրեմն այս քամուց քշվածները, Ալիևից քշվածները, ուրեմն պետք է շարունակում են ինչ անել, լապակայունացնել երկիրը, օգտագործելով դժբախտ ժողովրդի դժբախտ իրողությունը, որոնց դժբախտության միակ մեղավորը իրենք են, կողոպտիչներ, թալանչիներ, բանակը, այսպես ընդհանրական պատկերն այսպեսին է, չէ՞։ Ըստ էության հիմա փաստային է, որ Ստեփանակերտում ոչ թե 30 տարվա ընթացքում Ստեփանակերտը ստեղծեց բանակ, այլ գեներալների թաղամաս, որոնը թուրքերը վայելում են այսօր, թկած ունելով իրենց վրա, չէ՞։ Գեներալների թաղամասերում ոչ բանը չէ, բայց տաքացնում է վիճակ իրանք արցախահայերին օգտագործելու այդ բարակայի համար։ Հիմա դրա համար մենք պետք է ունենանք յուրաքանչյուր ամեն մի մտահոգ հայ մի սկզբունք։ Արցախահայերին պետք է ասեն, լսեք, Ղարաբաղյան կլանի է, դուք կապ չունեք, ձեր ողբերգության մեղավորը ռուսական ագենտուրան է եւ Ղարաբաղյան կլանն է, որի կառավարությանը Պուտինն ուղարկեց Բաքու։ Բանը թաթար ռուբոյի գլխավորության վարչապետներ, չէ, նախագահ բանով բիրիկով հանձնեց, այդ ռուսներն են հանձնել։ Հիմա սրանք պլստացել են, խնդիր ունեն, այստեղ պետք է պլստացած գործ անեն, բայց ժողովուրդը այդ բոլորը թույլ չի տա եւ հնարավոր չի։ Եթե Ռուսաստանը հանգարտ չվերադառնա, այսինքն այն ձևով, որ Ստալինը հետ չկա, բայց Ստալինը սատկել բրձել է, վաղուց է սատկել։ Հիմա ինչն է հարցը, սրանց խնդիրը ապակայունացնել ամեն առիթ օգտագործել, մեր խնդիրն է մեր ժողովրդի հետ հատվածին ասել գործ չունեք, դուք ինտեգրվեք ձեր ժողովրդի հետ, արցախայության մասին է, դուք ապրեք իրենց հետ եւ ես զգուշացնում եմ հարևաններից հետ լավ եղեք, լավ ապրեք, որովհետեւ մի օր Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, որ ուրեմն 30-40 տարի հեզությամբ ձեր բեռը տարել է, Արցախին տվել է զինվոր, փող, ինք ապրել է աղքատ, նաև ինչու է Գյումրին աղքատ, որ այդ դոմիկները հլկան, որովհետև այդ գումարները գնացել են Արցախ զենք եւ այլն, որ վերնախավը այդ բոլորը թողել այդ Ալիևին ճողոպրել, փախել են տեղից,
ճողոբրել է, սրանք փախազներ են։ Դուք դրանց հետ գործ չունեք, ձեր հարևանների հետ լավ ապրեք, աշխատեք, հարմարվեք, որովհետև այդ հարևանների համբերությունը մի օր կարող է հատնել եւ ձեզ պատժել, որովհետև մարդկանց խոսում են, հասկանալի է թե Ղարաբաղցիք, ինչ են ուզում, ես էլ ասում եմ, դրանք Ղարաբաղցիք չեն, ձեր հայրենակիցներն են, կլանից, ուրեմն մենք տարբերում ենք արցախահայությունը 80-90%-ով եւ Ղարաբաղի կլան առանցին, որ դա Հայաստանի հաջորդի եւ Արցախի թշնամին է, ողերին թշնամին է։ Հիմա արդյոք օգտվում են ինչ-որ բաներ անել, ինչ։ Երկրորդ մասը կանշշտ, որ կառավարությունը կարող է այդ նպաստների հարցով ուրեմն թերություններ ունի։ Ասում եմ թերություն, որովհետև ես գիտեմ այն օրերին, երբ որ կառավարությունը գիշեր-ցերեկ աշխատում էր հատուկ հանձնաժողովով, որովհետեւ ընդունեինք մենք հայրենագիցներին բոլոր այն 100,000 եւ այլն, ինչ որ կար։ Հայաստանի Հանրապետություն դրանից ավելի գումար ուներ, որ տար, դժվար անում եմ ասել, եթե ունենար այն Գյումրիում այս կառավարությունը այդ դոմիկները վերացրած կլներ, այդպես չի։ Եթե թերություն կա, պետք չի ցույց անել, պետք է հանձնաժողով ստեղծել, կամ մի խումբ գնալ կառավարության հանձնան, օրինակ փոխվարչապետի հետ խոսել, ինչ կասել, գիտեք, այս խնդիրներն ունենք, այս չի լինում, այս լինում է եւ այլն, կամ վարչապետին, եթե չնայած վարչապետին հետ չի էլի ամեն ինչ ծանրաբեռնել, այդ մարդները իր գործը անել, բայց նրա հետ էլ հանդիպել խոսել։ Եվ այդտեղ շատ արագ լուծումներ հաստատ գիտեմ, որ դուք էլ լինեք կանեք, էլ ինչ որ հնարավորություն։ Բայց այստեղ գալիս է մեծ բայց արցախահայերը պիտի իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը Անգլիան չի, ոչ է Ֆրանսիան, գաղութային տարիներից բանկերում ոսկին ու փողը դրած։ Սա աղքատ հանրապետություն է, որ ունի բազմաթիվ հարցեր, բազմաթիվ։ Իհարկե 50,000-ը քիչ է։ Մանկավարժականում գիտեք դոցենտ իշքան է ստանում 200,000 կարծեմ թե 250, բայց քիչ չի, ընտանիք է պահում։ Խաբարեք նրա դված պրոդուկցիան ինչպիսին է։ Դուք այդ տարիներին Հայաստանից ստացել եք շատ ավելին, քան թե մենք ենք ստացել։ Հիմա լսել մի բան, այսինքն ըմբռնում է պետք հասկանալ։ Ես ասեմ նաև, որ իհարկե ասում են այդ քիչ է, լավ չի, ես 100%-ով գիտեմ, ձեզ էլ վստահ եմ, որ գիտեք, ով էլ չի ուզում, հələ մի հատ գնացեք Անի Պեմզայի շրջան, հələ գնացեք Ամասիա չեմ ասում, Աշոց քաղաքը, Անի Պեմզայի շրջանում մարդիկ ցնցոտիներով են, որտեղ բերքը չի լինում մեկ, ջուր չկա երկու, ավելի աղքատ են, քան արցախայերն որ եկել են, եւ վստահաբար այդպես է, բայց մեր այստեղ ինչ ասվի, հիմա ավելի միջոց կա չեն տալիս, չկա, ուրեմն քանի որ այդպես է, պետք է մտածել եւ անել, իսկ մնացածը բողոքելու կարիք չկա, պետք է հանդիպել խոսել, մնացածը կառավարության սխալի հետ սա կապ ունի, քանի անգամ եմ ասել, եղբայր, այս քաղաքը փակեք, Հայաստանը վերածվել է մի ռախիտ կառուցվածքով մայրաքաղաքի, եւ դատարկված ուրեմն մարզերի մի հատ նշանակալի երկրորդ քաղաքը բան Գյումրին է, Գումարին է, չէ՞ որ քաղաքի ինչ որ բան կա։ Կողքը գնում եք Վանաձոր, աղքատություն եւ քաղաքը փայլուն փողոցներից հետո դատարկություն է։ Հերոները չեմ ասում, Կապան եւ այլն, այս արցախայերեն պիտի տեղաբաշխել եւ նաեւ շահգրգռով, նաեւ երբեմն նաեւ պարտադիր, ինչու։ Սյունեկ, Լոռու-Մարզ տեղեր շատ կան, օրինակ Տաշիր, հրաշալի գյուղատնտեսական հողեր կան, կոնկրետ տեղերն ասեմ Աշոցք, Ամասիա եւ այլն, հիմա կարող է Մկրտիչ իր տունը թողի, ելնի գնա Տաշիր, հա, որ բանը այն Պողոսը, որ $1 միլիարդ զենք հանձնել եկել են Թուրքին, նա ապրի քաղաքի կենտրոնում, սա ինչ տրամաբանություն է, բայց բարձրապես կառավարությունը պետք է խրախուսի կազմակերպել, օրինակ ես մեկի չնացած տվյալներ կարող եմ գյուղերի տեղեր ասեմ, որ կարող են գնան հրաշալի ապրեն, լավագույն պայմաններ են, ագարագից վերը մեղրու տարածաշրջանն է, արևիկն է, Տանձուտ, Դաշտամեջ, Լիճ, գնացեք ապրեք, գյուղերը դատարկ են, մարդ չկա, դատարկ են,
եւ բնակարան ամեն ինչ բոլոր պայմանները կախե ուրեմն դու պիտի ինչ անեմ ես էլ իմ տնից գնամ ինքը գաց տեղ ապրի որտեղ մաշտոցի համալսարանի ինչ որ մի ինչ է ինչի գլուխ է հա դա էս հարցերը պետք է այսպես դուք ասենք պետք է այդ հարցերը լուծվեն բայց ընդհանրապես ես կողմ եմ ներ քաղաքական չասենք ներ հանրապետական հարցերը պիտի նստել սեղանի շուրջը քննելով բարձել եւ փոխադարձ հասկացողությամբ եւ վերջինը ես կողմ եմ որ Արցախայությունը տարբեր է այդ Ղարաբաղյան կլանից բայց եթե ասենք հավաքականորեն ոչ մի բարագայով Արցախայության չի կարելի թողել ինքնուրույն քաղաքական միավորի վերածվել Հայաստանի Հանրապետություն ինչպես որ չի կարելի Շիրակի գոտու հայությանը առանձին քաղաքական միավորի վերածվել ոնց պատկերացնում եք ինչի մեր իրավունքները ինչ իրավունք ունեն իրենք որ ասենք ուզում են ինչ Արցախահայերի իրավունքներ այդ համար ես իրենց առաջարկում եմ խմբեր ստեղծել գնալ վզներից բռնել Քոչարյան Ռոբերտի բնակը ունեք Սերժ Սարգսյան Մայրապետյան տներ ապրեք գնացեք տներն ազատ են ձեզ ինչ են լարում Հայաստանի Հանրապետության դեմ ձեր ողբերգության միակ մեղավորը պատասխանատուն Ղարաբաղի կլանն է եւ Հայաստանի իշխանությունը չէր կարող եւ չի կարող եւ չպետք է պատերազմի ձեր խնդրի համար որ չի կարող չի կարող, ուղղակի չի կարող, դրա համար արժե բան անել, իսկ մնացած ես իմ իսկական ըմբռնումն է, ձեր հարևանները վատ մի եղեք, ես ասեմ մի բան, դուք կարծեմ Տաշիրի շրջանում Շահնազար գյուղ կա, անունը փոխվել է հիմա, աշնանն եմ եղել, ուրեմն այնտեղ 7 թե 8 Արցախի ընտանիք տեղավորվել են եւ հարևաններն օգնում են դուք եթե այս ապուշների խելքին ընկաք հա կերած այսպես Ալիևի քշվածների բանակը Ադրբեջանին տվածների զենքը բանակը եւ Ալիևի ԿՊՊ-ով փախածների եթե խելքներին ընկաք այս Հայաստան Հանրապետության ազգաբնակչություն ձեզ հետ կթշնամանա ձեր օգուտը ո՞րն է որտեղ մարդկանց հասկանալի չի ինձ էլ հասկանալի չի չեք ուզում ինչ իրավունք օրինակ ինչ իրավունք կա որ ուզում են իսկ մնացածը կրկնեմ հա Հայաստանի Հանրապետություն Անգլիան չի վերջինը ցանկացած հայ պիտի իմանա որ մեր համար կենքի նպատակ եւ կենքի խնդիրը բանակը վերազինելը եթե մեր բոլորին է վերաբերվում մենք նույնիսկ 10 օր ամեն մեկս պետք է սոված ապրենք որ բանակը վերազինվի պիտի սոված ապրենք ու վերջ բանակից ոչ մի կա սրանք երևի էս կլանը նկատ Մոսկվայից հանձնարարություն ունեն անկայունության հետ միասին սոցիալական բեռի տակ դնել Հայաստանի Հանրապետությունը բանակը չվերազինելու համար որովհետեւ Ալիևը Հայաստանը նվիրի Ռուսաստանին դա են ուզում կա նաև ուրիշ ենթադրություն հավանաբար սրանց ասել են խապել են Մոսկվայից որ եթե դուք հիմա sense անեք վերադառնալ ես ձեզ կվերադարձնեմ Ստեփանակերտ հերթական անգամ մատները դմանալու է համապատասխան տեղ ինչպես որ ռուսասիրությամբ մնացեք մեջ մեղքի բաժին ունեք սուս մնացեք եւ ինտեգրվեք Հայաստանի Հանրապետության կյանքին մենք էլ բոլորով միասին իրենց պետություն կայացնենք մերժելով Ղարաբաղյան կլանին իրենք պարտավոր են մերժեն Ղարաբաղյան Արցախայությունը պարտավոր է մերժի Ղարաբաղյան կլանին ու վերջ Շնորհակալություն խնդրեմ Սա օրվա թեման էր զրուցակիցս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր կհանդիպենք առայժմ